Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել օրենքի նախագծի մշակման համար, շատ կարևոր եմ համարում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ստանում են հնարավորություն պետության կողմից այդ թվում նաև աջակցություն որևէ տեղ սովորելու, նաև կարողանան հետ վերադարձնել եւ այս առումով շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը, բայց ուզում եմ խոսել կրթության ընդհանրապես հնարավորությունների եւ դրա խոչընդոտների մասին եւ ուզում եմ ասել, որ առաջին հայացքից top 50 համալսարանը լավ է հնչում, բայց օրինակ top 200, top 300, top 400, top 500-ը նույնպես լավ է հնչում, այսինքն ես ուզում եմ, որ մենք չընկնենք այնպիսի մի ծուղակի մեջ, որտեղ ասենք օրինակ ռեյտինգով բարձր համալսարանը եւ նրա ուսանողներին ավելի բարձր դասի մեջ դնենք, քան թե օրինակ ռեյտինգով ոչ այնքան բարձր, բայց էլի լավ ուսանողների։ Ասենք օրինակ պարոն Ռուբինյանը հրաշալի օրինակ բերեց այս դահլիճում գտնվող 100 պատգամավորներից միայն պարոն Ռուբինյանը եւ պարոն Խանդանյանն են սովորել այդ top 50-ի մեջ, բայց ես չեմ համարում, որ այս դահլիճում, ասենք օրինակ այդ կրթական հնարավորությունը հաշվի առնելով ինչ-որ շերտավորում կա, ասենք կան հրաշալի պատգամավորներ, կան ոչ այնքան հրաշալի պատգամավորներ եւ կան, այսինքն ուզում եմ մենք հաշվի առնենք, որ երբ որ բանակի եւ այլ հնարավորություններ կան, որոնք որ ինչ որ չափով խոչընդոտ են հանդիսանում կրթության համար, մենք կարողանանք ինստիտուցիոնալ լուծումներ տալ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, նրանց ճանապարհին խոչընդոտներ չլինեն։ Օրինակ ես համարում եմ, որ բավականին լուրջ կրթությանը հարված է եղել այն ժամանակ, երբ որ օրինակ մենք ունեինք իրավիճակ, երբ տարեկետումով անվճար վճարովի տեղերում ընդունված ուսանողները ստանում էին շատ մեծ քանակի տարեկետման հնարավորություններ եւ հետո մենք վերացրեցինք այդ հնարավորությունները։ Իհարկե այս գումարման ազգային ժողովի ընթացքում չի եղել, 15 տարի առաջ է եղել, 20 տարի, բայց դա մեծ հարված է եղել կրթությանը եւ մենք պետք է վերանայենք այդ որոշումները եւ հասկանանք ինչ ենք մենք ստացել եւ ինչ ենք կորցրել դրա արդյունքում։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։